Այսօրին ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա անցկացնող շուրջ 100 ակտիվիստներ իրենց ձայնը լսելի դարձնելու համար մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտան։ Կարճ ժամանակ անց հայտնվեցին ոստիկանության լրացուցիչ ուժեր, ովքեր ուժի գործադրմամբ բացեցին պողոտան։ Արդյունքում մոտ 10 ակտիվիստների բռնությամբ նստեցրին ոստիկանական մեքենաների մեջ։ Նրանց այնտեղ պահեցին մոտ կես ժամ, ինչից հետո ազատ արձակեցին։ Մեքենայում մնաց միայն մեկը, ով ինչպես փոխանցեցին ազատ արձակվածները, քթին հարված էր ստացել եւ այդ պահին բուժօգնություն էր ստանում։ Հա, սառույց դրեցին քթին, հարունը կտրվեց։ Իսկ դες չասեցին ինչ են բաց թողնում։ Կան նարեկ անունով։ Չէ, ասեցին, որ խնդրում են, որ մենք այսօր փողոց չփակենք։ Երթևեկությունը վերականգնելուց հետո ոստիկանները ցուցարարներին հրելով տեղափոխեցին դեպի մայթ, որտեղ էլ օղակ կազմեցին։ Դուք փողոցը փակել եք, դա ինչ էր կոչվում։ Ես էլ եմ հարց տալիս։ Անգամ լրագրողներին թույլ չէր տրվում դուրս գալ այդ օղակից, մինչդեռ ոստիկանները նման վարքագծի անհրաժեշտությունը չէին բացատրում։ Մոտ 20 րոպեից ցուցարարներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Այդ պահին ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարին մոտենալով փոխոստիկանապետին սկսեց բղավել եւ պահանջել, որ բացեն ճանապարհը։ Օսիպյանը ի պատասխան Գասպարիին խորհուրդ տվեց դիմել հոգեբույժի։ Ցուցարարների այն հարցերին, թե ինչ օրենքով են ոստիկանները իրենց օղակի մեջ վերցրել, նա պատասխանելու փոխարեն հրամայեց ոստիկաններին բացել մայթը։ Քիչ անց Վարդգես Գասպարին բերման ենթարկվեց, ինչպես ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, կարգը խախտելու համար։ Այս համաձայնագրերը կարելի անվանել ստրկական համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության համար։ Ըստ այս համաձայնագրի Հայաստանի Հանրապետությունում միակ գազի ոլորտում ուրեմն գործունեություն ծավալող ընկերությունը 30 տարով դառնում է Գազպրոմը եւ իր ներկայացուցիչ այստեղ Հայրուզգազարդը։ Հիմա է այն պահը, երբ որ կուսակցությունները պիտի ընդունեն այդ կարևոր որոշումը, իրենք շարունակում են հանցավոր խորհրդարանում մասնակցել, թե դուրս են գալ։ Չունենալով Սահմանադրական դատարանի որոշում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն իսկ հայտարարել է այս պայմանագրերը վավերացնելու հարցով արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Սա նշանակում է, որ բարձր մակարդակից, իսկ այդ բարձր մակարդակը այլևս Բաղրամյան 26-ը չի, դա Կրեմլն է, Կրեմլից գուբերնատորին ցուցում են տվել, գուբերնատորն էլ իր ենթականներին է ցուցում տվել, եւ նրանք այսօր տոնական խոզի բու դառնելու եւ այլնի գործերը հետաձգելով նիստեր են գումարել։ Բողոքի ցույցի հետ կապված հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը, որտեղ ասվում է, որ այս պահին բերման ենթարկվածները երկուսն են՝ Վարդգես Գասպարին եւ Անտոն Իվչենկոն։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։